Աստված որդի եղբայրների հորդորական խոսքերը։ Ուզում եմ կարդալ բոլորիս համար, ինձ համար եւ ձեզ համար Գործ Կարագինոց առաջի գլուխ կարդում ենք 4-րդ խոսքի։ Անոնց հետ մեկտեղ գտնված ատենը կապը սպրեր։ Տեր Հիսուս ապը սպրում էր։ Անոնց, որ Երուսաղեմը չերանան, ապա սպասեն որ խոստմունքին։ Զոր ինձ մեր լսեցի կսեր։ Բազմզի իրավ Հովանես ջրով մկրտեց, այո, բայց դուք ասկեր շատ օրեր չանցած Սուրբ Հոգով պետք է մկրտեք։ Շատ կարևոր բան ասեց Տեր Հիսուսը, բայց առաքյաների մոտ ուրիշ խոսակցություն գնաց առաքյաների մոտ։ Անոնքալ մեկտեղ գրված են, անոնքալ մեկտեղ գալով հարցնեին եւ կսեին Տեր Իսրայելի թագավորությունը ժամանակի մեջ նորեն պիտի հաստատես։ Տեր Հիսուսի խոսքերը եւ ասեց նրանց, ձեզի չի վերաբերվի ժամեր ու ժամանակները գիտնալը, զոր հայրը իր իշխանության մեջ դրեց, բայց հոգում սրբոց ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք եւ ինձ համար վկաներ պիտի լինեք Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ մինչեւ որտեղ ով է շրջել մինչեւ երկրի ծայրերը։ Ինչ կլիներ եթե չսպասեին որ խոստմունքին։ Արդյունք կունենայինք, օրհնություն կլիներ դրանց կյանքում, ոչ մի հաջողություն չլինի, բայց ինքն ասեց սպասեք մինչև երևի զորություն ստանանք։ Եվ որ սպասեցին կատարվեցավ Պենտեկոստեի օր իջավ Սուրբ Հոգին, եւ մկրտվեցին ստեցին լեզուներով խոսել, լեցունություն ունեցան։ Դրա արդյունքը երևաց։ Կարդում են նույն Գործ Կարագինոց 4, երբ որ հավաքված են միատեղ նորից 31 խոսքի 4-ի 31-ը, ու երբ անոնք աղոտ կրին, ինչ կատարվեցավ։ Շարժվեցավ այն տեղը, ուր ժողոված էին, շարժվեցավ, մենակ տեղը շարժվեց, որ գրած, երբ աղոտ կրին, շարժվեցավ այն տեղը, ուր ժողոված էին։ Ամենը, բոլոր այսինքն, բոլորը, ամենը հոգով սրբով լեցվեցան, եւ գրված ասող խոսքը համարձակ խոսեին, եւ ղատացյալների բազմությունը մեկ սիրտ մոտ հոգի ունեին, անոց մեկը չէր լսել ստացվածի համար թե իրեն, ապա իրենց ամեն բաները հասարակած սեպեին, շարժանությունը, եւ մեծ զորությունով առաքյալները վկայություն կտային Տեր Հիսուսի հարությանը եւ անոնց ամենի վրա մեծ շնորհք կար։ Անոնց ամենի վրա մեծ շնորհք կար, դա Սուրբ Հոգուց էր։ Երկնային զորությունը իջավ, Սուրբ Հոգու զորությունը գործեց։ Ոչ թե միայն Սուրբ Հոգու մտել էին եղբայրներ քույրեր, այլ Սուրբ Հոգով լեցվեցին։ Այսօր ինչքան նկատված մեր կա, ճիշտ է անկեղծ խոստովանենք, որ բոլորը չունեն լեցունություն։ Լեցունությունը շատ կարևոր է։ Սուրբ Հոգին առաքյալն ասում է, նա զորության հոգի է, սիրո եւ զգաստության հոգի է, դա պետք է դրսևորվի։ Շատ հին հավատացյալներ հիշեք, ատեն հավաքերφեր են շատ դեպքեր, ես չեմ հավաքել։ Աղոթում են, դա չեմ հավաքել, չեմ էլ հավաքել Տիրոջ շնորհով, որ այս վիճակով այսպես գնան, որ մնաց լեցունությունը։ Առաքյալն ասում է, որ միատեղ հավաքում, ձեր Սաղմոս կա։ Սաղմոս կա, որն է Սաղմոսը։ Երկը, որ երկեցին, անհատներ, խորը, Սաղմոսը կա։ Գրված է, վարդավիրությունը կա խոսքը կա, թե չի, կարոզը կա, բայց երրորդն է, մյուսը գրված է, հայտնություն, վկայություն, ճեճով, պարգևները, որտեղ պետք է գործեն։ Հայտնությունը, լեզուները, թարգմանությունը, մարգարեությունները, նշաններաշները, եղբայրներ քույր, մենք Սուրբ Հոգով գրված եկեղեցի ենք։ Գրված է գանձը հողամանների մեջ։ Ով է հողամանը, մենք հողաման ենք, բայց գանձը Սուրբ Հոգին է, որը զորության, զգաստության սիրո հոգին։ Իր օգտում Սավողի գնաց մտավ մարգարեությունի մեջ, զորություն իջավ Սավողի վրա։ Ինչ կատարվեցավ, առաջի կարևոր բանը, գրված է, ուրիշացնի։ Նա ուրիշ մարդ դարձավ, ուրիշ մարդ, եւ Աստված իրան ուրիշ սիրտ տվեց, եւ նույն բաները կատարվեցավ։ Ուրիշ մարդ, վրի փոխվեց Սավողը։ Եղբայրներ քույրեր անցան, քանի տոկոս նոր եղավ, ով է հիշում։ Ամեն բան նոր եղավ, այսինքն բոլորը նոր եղավ։ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Մենք պետք է երկրորդ նախանձավոր լինենք, որպես Աստվածային զորությունը գործի։ Առանց Սուրբ Հոգու զորության մարդու կյանքը չի փոխվում, երբեք այլ բան չկա։ Պողոս առաքյալը մտահոգված էր, ասում էր, ես ձեզ համար աղոթք եմ անում, որ ձեր հավատքը մարդկային իմաստությամբ չլինի,
Հիմքը մարդկային իմաստությունը չէ, ապա Աստծո զորությունը։ Եթե որտեղ մարդկային իմաստությամբ է հավատքը, դե զորությունը երբեք չի գործի, չի կարող գործի։ Բայց որտեղ իրոք որ հավատքը կենտան Աստծո խոսքի վրա է, Աստծո զորությունը գործում է։ Ժամանակին օրինակ ես մի քանի դեպքեր վկայություններ ասեմ։ Եղբայրներ քույրեր, եղել է դեպքեր սովորաբար իմ կյանքում, որ ես փապակել եմ Տիրոջ հետ հանդիպել։ Այս ժամանակ եմ զգացել միայն կենտանի հարության բեր զորությունը, օրհնություններ միշտ եղել է։ Թշնամու նպատակն է, ինչպես պատերազմական ժամանակ, պատերազմը, թե լինի Ղարաբաղյան եղել, թե հայրենական։ Միշտ սովորաբար գիտեք ինչ են արել, ղեկավարություն ասել են, անենց արեք, որ կապը կտրեք, սվյազ են ասում ժամանակ, հուսային, կապը կտրեք կենտրոնի հետ։ Կենտրոնի միջոցով ստանում է առաջնորդություն աճ գնա, թե ծախ գնա, թե որտեղ գնա։ Կապը խզվելու պատճառով Ղարաբաղում էին կա շրջապատման մեջ, ինքն ասում մսվաղ սարքեցին։ Կապի միջոցով ստանում են նոր առաջնորդություն, կապի միջոցով ստանում են զինուշ, կապի միջոցով ստանում են զինամթեր, կապի միջոցով ստանում են սնդամթեր։ Կապը խզվեց ուղղապին մատնում։ Այն հավատացյալի կյանքում, որ առաջ եղել է կապ Աստծո հետ կենտանի, միշտ զգացել է ներկայությունը, քաղցրությունը վայելել, բայց հիմա այդպես չի։ Ու համակերպում են։ Մտածում են այդպես էլ պետք է գնան։ Աշխարհում պարզավոր, նորից եմ ասում, որ ասում են յոլա պետք է գնան, յոլա գնալը լավ է, նյութական կյանքում, բայց հոգևոր կյանքում չհամաձայնվեք, հոժարվեք յոլա գնալու կյանքում, դա ճիշտ չի։ Դա իրոք որ յարդում չի բերել ձեր կյանքում, եղբայրներ քույրեր։ Ես ինչի մարես ուզում եմ դեպքեր բանաներ։ Երբ որ ես Տիրոջն եմ փապակել, զգացել եմ կենտանի հարության մեծ զորությունը, ձեռքերիցս իջել եմ մինչև ոտքերից ծայրը չեմ զգացել երկրի վրա է։ Եղբայրներ քույրեր, խոսքի ժամանակ։ Երբ որ զորությունը գալիս է շատ բաներ բացահայտվում են։ Կատարում են մեղքի հանդիմանություն։ Չկա զորություն խենչ ամբարում, երբ որ առաջ օրը մաքրվում են, երկրորդ օրը մաքրվում են, երրորդ գնալով մի քիչ մաքրությունից հետո մի քիչ բերել է Սուրբ Հոգին, բերել է զղջման։ Ինչքան հոգիներ եղել է հին մեղքերը ծածկել են, մեղքը կրծել իրանց, անդադ կրծել է, ներողություն է տվել, չեն կարողացել խոստովանվել, բայց Սուրբ Հոգին քանդում է կապանքները։ Առանց զորության արդյունք չի լինի։ Համաձայնեք թե չհամաձայնեք, առանց զորության վիճակները չեն փոխվում։ Նայ տեսեք, Չարբախում ժամանակ ասենք, որ կա խմբում Չարբախում, Ուրիգեստան են քաղաքում։ Մի հատ երիտասարդ աղջիկ, երկի Չարբախի կողմերից էր գալիս, ոչ ամուսնացած 3 ամիս խելոք կարես էր նստում և գնում էր, բայց ինչ իմանան, որ դիվահար է, բայց չէր երևում։ Հիշում եմ, երբ որ փոքր կտակարանների ժամանակ Աստվածաշունչ չկար եկան, կարտալու ժամանակ կտակարանը, ես զգացի երկնային զորություն իջավ, ես ձեռքերից ոնց որ հազարավոր հոսանք դուրս գար։ Ես աղջիկը խելոք աղջիկ ընկավ պոլի վրա, պատրաստում էր ձայներ հան, ուժեղ ձայներ, պարզվեց, որ դեյով բռնված էր, ազատագրված էր աղոթներով, ծոմով աղոթքով չէր։ Որովհետև նորից եմ ասում, Հոգի Սուրբ, որ իջնում է մաքրություն է կատարում, եկեք անկեղծանանք, շատ կապանքներ քանդվում են, շատ վիճակներ բացվում են, շատ մեղքերի հայտ է գալիս, շատերը հանդիմանություն է ստանում, անհաշտերը հաշտվում են իրար հետ, խաղաղություն է գալիս, այն խաղաղությունը, որ աշխարհը չի կարա, չի էլ կարա խաղաղություն, բայց Քրիստոսից գալիս է խաղաղություն, փոխվում է կյանքը։ Եղբայրներ քույրեր, հիշում եմ դեպք եղբայրս մեկն ասում էր, երբ որ եղել է եղբայրների մեջ դժվարություն շատ տարին առաջ վիճաբանությունները ասել են արեք եղբայրներ աղոթենք, այսպես շարունակել չի կան, աղոթքի ժամանակ ասում եկեք զորությունը որ իջավ, եկեք տեսնես իրար ոնց են դարձով խատատվում իրար հաշտվում են, ով արեց դա, մարդկային խոսքը չօգնեց, հորդորները չօգնեց այդ բանին, բայց որ տեղ տվեցին Սուրբ Հոգուն, ինչ կատարվեցավ, եղբայրներ քույրեր, կատարվեցավ իրոք գրված է Ստեփանոսի համար հավատքով զորության լեցված մարդեր, իմաստության զորության լեցված։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգին տալիս է մեզ համարձակություն, Սուրբ Հոգին տալիս է մեզ զորություն, իմաստություն, ամեն մի բանի մեջ ինքն տեղ է տալիս։ Երբ որ մենք տեղ ենք տալիս, ինչի համար հինոտում գրված է սեղանի կրակը, գրված է պետք է ինչ եմ հիշում, պետք է չմարի։ Սեղանի կրակը, պետք է միշտ անդադար կրակը վարվի։ Այո, ովքեր որ իմաստուն կույսերը Սուրբ Հոգով լեցված են, դրանք գործեցին, դրանք էլ են սպասում։ Հիմա կույսերը միասին սպասում են Տիրոջ երկրորդ գալստյան, այդպես է գրված։ Սպասում են, թե չեն սպասում։ Միասին են, բայց եղբայրներ քույրեր նրանք մնացին դուրս։ Նրանց համար դուռը չբացվավ, կիսաբացը չէ։ Իմ խնդրվածն է, եղբայրները հորդորեցին, աշոտ եղբայրներ, եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգու տեղ տվեք։ Իսկ ձեր մեջ կան օրինակ սովորաբար մկրտված չեն, Սուրբ Հոգով խոստովանվել են, բայց մկրտված չեն, նախանձավոր եղեք։ Տիրոջ երեսը փնտրեք, փապակեք, մենք ունեցել ենք նա եղբայր,
Ուջանից եկել էր, որ հատուկ իր համար աղոթքանի Երևանում ծերեթելը տաններ, իր համար հատուկ իր համար են հավաքվել աղոթքանը, որ ինքը մկրտվի։ Կողքից իմանալով քույրերներ, եղբայրներ, որոնք մկրտված չեն, եկել են իրանք մկրտվել են եղբայրը, որ հիմա պետք է հատուկ աղոթեն, չեն մկրտվել։ Նստած մեքենա ուրի զի մեքենական եւ Տեր Հիսուս ասել է ո՞նց կլինի, ախր դա ճիշտ չէ։ Իմ համար հավաքվել են հատուկ աղոթքան են գույնած, ինձ չտրեցի ուրիշն տվեցի։ Ռուժի վրա եմ մկրտվում։ Ասում է երբ մյուս օր առավոտ շուտ եկել եմ, որ աչքալու սակտան եղբայրը, որ ինձ մկրտվել է։ Եկել եմ ասել Շամյան, դե տրամվի կանգնել է, իսա դի կանգնել, չէ՞ ոչ շեն։ Ես Սուրբ Հոգով հեծած խոսում եմ, տրամվի բաներ են նստում, ասում եմ, այս մարդու կողքը մարդ չկա, դրանց եկի ուղում է խոսում։ Սուրբ Հոգով հեծված է։ Եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգով հեծողության ժամանակ երբեք վատ բաներ չի կարող ունի մարդու կյանքում։ Եթե միշտ հիշեք, եղբայրներ քույրեր, մարմնավոր բանը չի կարող դրսևորվել։ Սուրբ Հոգու ժողովրդության հեծողության ժամանակ միայն խաղոչ, սեր, սրբություն, խաղացություն, ինչ որ կրված է, այս այլ գործում, դրա համար պետք է ինչ անենք մենք եղբայրներ քույրեր, հարկավոր է եղբայր Սուրբ Հոգու զորությանը, այսօր շատ կարևոր է, դրա համար ասում ենք, այս գանձը որ համարել մենք ունենք, որպեսզի զորության առավելությունը մարդուր չլինի, ապա Աստծո զորությունով լինի, եղբայրներ քույրեր, Աստծո զորությունը որ կան է դրի փոխում է։ Հնարավոր է դու պատկասը մի տարի մի բան դեռ չարճանվել ես, արդյոք չի եղի, բայց Աստվածային միած զորության այցելության եղբայրներ հրաշք է տեղում, զորություն իշնում եղբայրներ քույրեր, ամեն բան հարթում եւ մի բան էլ ասեմ, Եզեկիել մարգարեն գրում է, Տերը բացեց ասեց Եզեկիա, գետը տենում ես լավ է, չափի մտիր գետը, մի գետը մտա գետը, որտեղ ես թաթերը ջրի մեջ մտավ, ասեց մի բավարարվի, եթե ընդամենը թաթերը ջրի մեջ են, աճ կարող ես գնալ, ձախ գնաս, առաջ գնաս, մարդկային քայլեր կարող ես անել, խորասուզվիր, քիչ-քիչ, մի անգամից չի եղել դա, գնա միջև ծնգին, ասես բավարար չի, էլի չափիր մտիր, միջև գոտկատեղ ժամանակ է կարաս աճ գնաս, ձախ գնաս, մարդկային բաներ կարող ես անել, բայց ասես խորասուզվիր, գետը հունը կտանի, որտեղ պետք է, եւ այդպես է լավ։ Ինչ է Տեր Հիսուս կանգնած տաճարը մաղաղում էր, ով որ ինչ անի, ով որ ծառավ է թողա։ Երանի հավաքրացար քեզ որ ծառավ ես, Տիրոջ քաղցրությանը ճաշակելու։ Եկեք խմեք, ասեց, ով ծառավ է։ Ծառամարտը ջրի կարիք ունի։ Ծառամարտը փաբագում է Տիրոջը կենտանի ջրին։ Եկեք խմեք, ձեր փորից չի ասում արվաղներ գխային։ Գետեր գխային։ Դեր գետերը խաղաղության գետեր են։ Այդ գետերը սիրո գետեր են։ Այդ գետերը օրհնության գետեր են։ Այդ գետերը մեծ զորություն կա։ Ասում եմ, որտեղ էլ ջուրը գրում էր, բոլոր տեղը բժշկություն էր կատարում։ Տարինի արտության ժամանակ տարին որևէ տեղ է, այս բան լավ պետք է։ Երբ որ Սուրբ Հոգին թափել է բապտիստական եկեղեցու, եղբայրները մեր մոտ հողեր եկան Հայաստան, եղբայրներ, եւ գիտեք ինչ է կարող, ասում 16 օր ինչքան հիշվեն, ասում Աստծո զորությունը մեր վրա չի գնում։ Քնա ժամանակ զորության մեջ ենք, պարգա ժամանակ, քայլվար ժամանակ, ամեն, եւ իրանց խոսքը կենտանի գործում էր, որովհետեւ կյանքի որտեղ գետերը բխում են եղբայրները։ Ես վերջի խոսքն եմ ուզում ասել, մի հավաքրվեք այս վիճակին։ Տեղ տվեք Սուրբ Հոգին, որ սրբացնի մեզ, լեցնի մեզ, եւ մեզ նշաններ հրաշքներ կատարվի։ Մեծ հրաշքներ, կլինեն պարգևներ, մարգարեության պարգևներ։ Եվ այն անելու, լեզուները խոսելու, թարգմանությանը, բժշկության պարգևները, մեծ զորություններ պետք է գործեն եղբայրներ քույրեր։ Եղել Հայաստան եկեղեցում։ Ալիք է գալիս էր, մանոմետրին պաշտամունքը բարձել է, զորություն իջել է, ժողովուրդը չեն կարող գնալ։ Արոսում նույնը, իշնում մանոմետրին գերմանացի մեր եղբայրները բաներ, Սաշա Կանդրատին եկել Գուգո եղբայրը։ Եվ պաշտամունքը բարձել է, բայց կրակը զորությունը աղոտ ուժեղ դրում է։ Մանկո եղբայր պիտի երբ վերջանա, ասես սկիպը գիտեմ է ժամինը սկսվել է, բայց վերջանալը չեն կարող ասել։ Ոնց կարող վերջանալ։ Երբ որ զորությունը բանցել է, որ վերջանա։ Հիսուսով եղբայրներ, ինչ հեղեղ էր գալիս, մարդիկ գալիս էին, բացասած փոխում էին, մաքրում էին, բժշկում էին։ Զորությունը դարձում էին։ Այսօր պետք է մասին խորել մտածել ամենասանալ, բոլոր խնդիրները կլուծվեն։ Ես զորությունները կործեն, եկեք ամենեք աղոթք, եկեք զղջան դեղական